դեպքը տեղի ունեցել մայիսի 11-ին ուժեղ քամու հետևանքով դուրս է եկել բալիկից ներս տանելու, ինքը դրսում էր, որպեսզի ինքը չվնասվեր, բայց ես իրան չհասա այդ դեպքի ժամանակ տանիքից թիթեղը պոկվեց ու հարվածից ինձ վնասեց, դրա հետևանքով պատրվածք ստացա ու արյան առնահոսությունից մեր հարևանը տեղափոխեց հիվանդանոց, շատ կարճ ժամանակի ընթացքում բժշկուհի Նարա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կիսարյան հատումը, դրա հետևանքով էլ ծնվեց բալիկը ու հիմա փառք Աստծո որոշակի փոփոխություններ արդեն համ բալիկը ունի, համ ես շնորհիվ շատ լավ բժշկական անձնակազմի և հիվանդանոցի տնօրենությունը, որը մեզ յուրահատուկ ձևով է վերաբերվում։ Մարին է։ Ձեր որերորդ բալիկն է։ Երրորդ։ Դուք 23, չէ՞, եթե։ Այո։ Իսկ երեխային տեսել եք։ Դեռ ոչ չեմ տեսել երեխային, միայն նկարներով։ Իմ բալիկը ինձ փրկել է, բացի բալիկից էլ, եթե չլիներ բժշկական անձնակազմը ու առաջին հերթին Աստված, ես չէի փրկվի։ Մեկ բառով կներկայացնեմ հրաշք, Աստծո հրաշք, որը Աստված պարգևեց մեզ։ Հարվածը այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա, պատրված կա եղել, փառք Աստծո նորածինը լավ վիճակում է գտնվում, մայրն էլ այսօր իհարկե արդեն լավ վիճակում է գտնվում, շուտով պատրաստ ենք դուրս գրման։